Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարի հունվարի 16-ի մեր հերթական թողարկումը։ Так, հիմա ներկայացնենք այսօրվա մեր մշտական հյուրերին, որոնք ինչպես գիտեք գրեթե անփոփոխ են։ Պարոն Աբազյան, Վահե Ղազարյան, Սասուն Խաչատրյան, Հաճելի մարդ, նույնիսկ գլխավոր դատախազի տեղակալ, Անդոյ, Արիգիշտ, Սրբույ Գալան, ՄՉՍ մինիստրը Բիզիմդիր, Так, Ռուզիկ և Քրիստինե Հալաջյան, ես կանդրադառնամ, ահա, հիմա եկեք ներս հրավիրենք, կնոջ, այսօրվա մեր հյուրերին, ում որ մենք անդրադառնալու ենք։ Եվ այսպես, Ռուբեն Վարդանյան, Արայիկ Հարությունյան, Ուգլավո, համեցիկ։ Так, Գիզիրյան Աշոտ և Իշխանյան Իշխան, նախկին ՄՎԴ-իչնիկներ։ Так, մենք նախորդ հաղորդմանը անդրադարձել էինք Արտեմ Աբրահամյանին, Երևան քաղաքի կոմունալ վարչության պետի տեղակալ, Տարոն Մարգարյանի, չգիտեմ, Քավոր Սանիկ, Սանիկ Քավոր եւ այլն, վերջինս իր որդու հետ անցավ։ Այսինքն կանադառնանք պետի ներկայությունը։ Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան։ Չնայած այդ խոռոփը լավ թողա։ Անցի իմբիցիլ։ Так, սա ուղղակի անդրադարձ։ Չարենցի անվան դպրոցի տնօրեն կրթության գիտության նախարարի հետ միասին Պետրոսի կնգան։ Ինչպես նաև 35 հիմնական դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայան։ Вот так։ Այսինքն ձերի հետ Բևերը ասեք, թո Բևերը ներկայացրեց որևիցե մեկը գաներս։ ՄՎԴ-ն ստեղա, ԿԳԲ-ն ստեղա, սա ստեղա, սա ստեղա։ Ուժայինների հետ կապված։ Хорошо, եւ այսօր որպես արտառոց հյուր, ես հատուկ եմ զանգել կանչել, թո ներս գա Ռոմանոսը, պետական վերահսկողության վարչությունա, ծառայությունա դրա պետը։ Ռոմանոս, welcome։ Ռոմանոս վերարկուտ հանի։ Հանվի, կախե տա վիշիլկից։ Անցի նստի։ Ռուզիկ, Քրիստիկ, թաղեմ քեզ դուրը փագի աղջի։ Այսը չի եմ ձեզի խառում, այս վերջերս որ քիթը վիրահատեց, այդ մազերն էլ ներկերամ։ Երեք էլ գնացել է, երեք չեմ իսուր էր, երբ բան էին դրել, տեսանյութ էին գցել, Քրիստինե Հալաջյանը բուդը բդին գցած ինտերվյու տալը։ Մարդիկ ուղարկը մեն ասում են պարոն Ղուկասյան տես, Քրիստիկը գործից փախերա։ Ես չգիտեմ, դու եկնային գրասենյակի պոստխի ես թողել աղջի։ Բայց ես Քրիստիկին ասելու բան չունեմ, ես ուղղակի այդ հեռուստաընկերությունն էր, ինչ էր, չգիտեմ, այդ ինչ TV էր, դա որտեղով էր, կանչել են Քրիստիկ Հալաջյանից ինտերվյու են վերցնում, աղջետ բդերդ խեր բացեմ։ Եկնային գրասենյակում ատենցա, բուդը բացում է, բուդը բդին գցած, ինտերվյու է տալը։ Ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը լավնի, Ռոբիկն ու Սերժիկը վատնի։ Անդեղ անձեր մխելության սրոկի ցա խոսում, ինչա խոսում, այդ մարդն էլ ինտերվյու է վեկալում, հանրությանն են ներկայացնում։ Է որ կանչել եք, ես ընդեղ մարդիկ ասում են, որ դուք չլնեի Քրիստիկ Հալաջյանի գովազն այսքան չէր ֆռավ։
Դե բան չունեմ ասելու, հիմա ես ասենք ինչ ասեմ, այս մարդը մենակ գիտի երկնային գրասենյակի կանոնադրություն, Հիսուս եկավ, Հիսուս գնաց, չէ, էսի կարելի է, էնի չի կարելի, այս արձանից սև ուժեր են փչեմ, են արձանից սպիտակ ուժեր են փչեմ, ճիշտ է, ահա, այ որ կանչել եք ես մարդուն հիմա մի հատ էլ ուղարկում եք այդ ռեպորտաժն ձի, ես ինչ չանեմ, մարդն ասում է, Լևոնը լավնի, մնացածը վատնի, մեկ էլ Նիկոլն է լավը, թե աղջի, ես չեմ ուզում զայրանամ, ես ուղղակի այդ հեռուստաընկերությունը որն էր, չգիտեմ, TV էր եւ դրանց վրա եմ զարմացած, այսքան բան, թե հիմա բուդնա բաց է, ինչնա բաց է, անմա ինտերվյու անեմ թվանի, մի քիչ կեթաս լիպոսակցիայի, քո բդերը շատ է հաստ, այն որ տրուբ են կողխում են մեջ ու կաչայի տանելով ծծարտամ քաշում են ճարպերը, էտի է, կեթաս անպայման դրա, բդերի մասով, մեկ էլ փորի տակ է, կուղես, քանի որ գնաց խոսք ուղումից, նախորդ մեր հաղորդման ժամանակ մենք անդրադարձել ենք Ծաղիկ Ռուբոյին, կապված հողերի, ընդեղ չգիտեմ, Դեզի այգի եւ այլն, Ծաղիկ Ռուբոն կապի դուրս եկավ, կամ իր ներկայացուցիչը ոնց է ճիշտ էդի ասել, աղջի Լուզիկ, հանրային ձայնի հետ ներկայացրել ես բոլոր փաստաթղթերը, որ սկսած 98 թվականից, 7 թվականից, դեռ ՄԹԱ ժամանակներից Ռուբեն Գևորգյան, եթե ես չեմ սխալվում, սեփականաշնորհել է Դավթաշենի այս հատվածը, այն հատվածը, այս հատվածը, այն հատվածը։ Դեզի այգին էլ ինքը իր թաղապետ եղած ժամանակ է դրել, Դեզին էլ իր թորան անունով է եղել, Դեզի այգին տեղը մա, այգու լուսանկարներն ուղարկին, Բայրակտար հանինկո տեսանք այգին տեղում է, այդ նոր բնակելի շենքն էլ որ սարքում է, էդի սարքում է դեմի մայթը։ Այսինքն, ու ամենակարևորը բարձրաձայնն է, որ հողային հարցում հաղթանակի է հասել չերես դատական համակարգ, 3 անգամ անցել է Վճռաբեկ դատարանի դռներով, Կոխեմ Ավինյան Տիգրան, այդ արդեն ես եմ իմ կողմից ասում, վերջինս ոչ մի կապ չունի Ավինյան Տիգրանի հետ։ Ինչևից է, այն որ ասում է, հանրային ձայնը թույլատվել Կիքս Ռուբեն Գևորգյան, ու Ծաղիկ Ռուբոյի թեմայով, որի համար ասում ենք, I am sorry, my darling, ատենց էլ ապատահım, մենք իդեալական չենք։ Դաժե Քրիստինե Հալաջանը, որ սաղուրը սրբերի մեջ նստած է, էլի իդեալական չի, խտրեմ, գնացե ինչ էր բլթսնեմ։ Անցանք առաջ, էդի Ծաղիկ Ռուբոյի մասով։ Так, անդրադառնանք բողոքներին, հետո նոր կանադառնանք մեր մշտական թեմատիկային, որը կոչվում է իջում ծծում։ Բողոքնի։ Անդրադառնում ենք կրթության, գիտության թեմային։ Մի ընտանիք մարդ եւ կին Նրան զանգելով, գրելով, են որ արդեն է որ ասում է ներվին ապրիձել է։ Վերցնում ենք հեռախոսը, ալոյ։ Թեման շոշափում են, հասկանում են, որ թեման վերաբերվում է կրթության ոլորտին։ Այն Տիգրան Սարգսյանը ոնց է ոլորտում, տենց էր ասում, չէ, հարբած համալիրը։ Դրան вообще մոռացել են ձեր համակարգ ուժային այդ գանդոնին։ Ուրեմն խոսքը վերաբերվում է Չարենցի անվան դպրոց։ Իմ հիշողությունը, եթե ինձ չի դավաճանում, Չարենցի դպրոցը պրոսպեկտի վրա է, հին դպրոցի են կակտուսի դեմը։ Ուրեմն ինչ են ահազանգը ծնողնի։ Ասում է պարոն Ղուկասյան, 0912, այսինքն դեկտեմբերի 12-ին իրականացում է ընթերցանության մրցույթ։ Ես չգիտեմ, դա դպրոցով մեկ, թե Երևանով մեկ, համենայն դեպս ընթերցանության մրցույթ, ով լավ կընթերցանի, են տարական դասարաններում։ Մրցույթում մասնակցած, տոլի հաղթած երեխաներին բաժանվում է դասագիրք։ Խնդրում եմ իմ Telegram կանալը, այսօր մեր ադմինը մեզ հետ չի, ինքը մեզ լսում է, խնդրում եմ իմ Telegram կանալում տեղադրել այդ դասագրքի նկարները։
Տեղադրվում է դասագիրք, որտեղ որ ներառված են նաև ադրբեջանցի բանաստեղծներ, գրողներ, հեքիաթասացներ հայերեն թարգմանությամբ։ Դասագրքի վրա գրված է ԿԳՄՍ, այնտեղ շտամպախփած, պեչատախփած, համար 7 գրադարան, չգիտեմ էդի որն է, եւ պատմվածքներ, հեքիաթներ, որոնց հեղինակները ազգությամբ ադրբեջանցիներ են։ Ասում եմ who is it։ Ասում եմ այս դասագիրքը իբր թե բաժանվել է 3 պետությունների տարածքում՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։ Վրաստանում վրացեր են, Ադրբեջանում ադրբեջաներ են, Հայաստանում էլ հայեր են։ Բայց բավականին, այսպես ասած, ինտելեկտով ծնող էր, ասում եմ, ես անգամ հարցում եմ ուղարկել Վրաստանի կրթության գիտության նախարարություն, այնտեղից էլ պատասխան եկել է, որ նման դասագիրք մենք չենք բաժանել մեր երկրում։ Հետևաբար շատ քիչ կասկածում եմ, այսինքն 99.99%-ով հերքում եմ, որ Ադրբեջանում էլ այս դասագիրքը հայ բանաստեղծների կամ գրողների գրածներով կարող էր բաժանվել Բաքվում։ Բայց չգիտես ինչի, ընկեր Պետրոսի կնիկ, այս դասագիրքը բաժանվել է Երևանյան դպրոցներում, կոնկրետ Չարենցի անվան դպրոց, որտեղ պարուրված է դասագիրքը ադրբեջանցի գրողներով, որտեղ պատմվում է, բացատրվում է, խոսվում է երեխաներին գենդերային հավասարության մասին, ինչ որ Բաքում ինչպես խաղալ հետախույս, փնտրում ենք հոգիներ, ինչ որ չգիտեմ, ընկած հոգի են, մանգալի հոգի են կանչում, երեխա ժամանակ էինք տես բանանում, տարելք են դնում ենք, հոգի են կանչում։ Ու ծնողը դիմել է դպրոցի տնօրենին։ Դպրոցի տնօրենը պատասխանել է, որ մենք պետք է իմանանք հակառակորդի մշակույթը։ Ուզում եմ պատասխանեմ, հարգելի Չարենցի անվան դպրոցի տնօրեն։ Հակառակորդի մշակույթը պետք չի ներկայացնել 9 տարեկան կամ 5, 6, 7, ոնց որ դասագրքի վրա նշված 5-ից 11 տարեկան երեխաների համար։ 5-ից 11 տարեկան երեխաների համար հակառակորդի մշակույթը պետք չի։ Հակառակորդի մշակույթը պետք է անցնեն, եթե անցնում են այն մարդիկ, ովքեր ընդունվել են Բրյուսովի կամ ԵՊՀ-ի ադրբեջանականի ֆակուլտետը։ Եվ այն մարդիկ, ովքեր սովորում են Վազգեն Սարգսյանի ֆաբրիկա զվյոստ։ Այդտեղ, այսինքն նեղ մասնագիտական, որ իմանաս հակառակորդի մշակույթը։ Արտաքին հարաբերությունների, արտգործնախարարության արևելագիտության նմանատիպ ֆակուլտետների ուսանողները պիտի իմանան հակառակորդի մշակույթը եւ լեզուն, բայց ոչ 9 տարեկան կամ 7 ու 11 տարեկան երեխաները, կամ ինչ գործ ունի 9 տարեկան երեխան հասկանա ինչա նշանակում գենդերային հավասարություն։ Իսկ ես չգիտեմ գենդերը որն է։ Եվ չեմ էլ ուզում իմանամ։ Գենդերային հավասար ու գումարած ադրբեջանական հեքիաթ կամ եւ այլն։ Խի մենք ասենք շատ ներողություն, մենք հայկական հեքիաթներ չունենք։ Ծնողը դիմել է Պետրոսի կնգան, ովի է ծլիկը թրաշրմա, որովհետև մազակալը մա։ Դիմել է Պետրոսի կնգան, մի ամիս առաջ, ասում են կուսումնասիրենք, կպատասխանենք, ասում են պատասխանի, ասում են բնավ։ Ես չեմ կարողանում հասկանամ։ Ես ուզում եմ Պետրոսի կնգան հարց տամ, տիկին, ես մի անգամ չէ, որ դժգոհել եմ ձեր գործնեությունից, ձեր և ձեր նախկին նախարարի են, Դումանյան էր ինչ անդամ էր։ Ուզում եմ հասկանամ, եթե նման դասագիրք դուք բաժանեիք Խորհրդային Միության ժամանակ, միանշանակ ռաստրել, հետո մեղադրում են Ստալինին։ Ադրբեջանում հայը լավ մարդ է կամ հայը էս ինչը հայ է, շալանզնա, դաժե այդ արտահայտությունն է դպրոցում արգելված, որ ասեն Շալանզնավուրը հայ է, ասում են ֆրանսիացի երգիչ, եթե շոշափվում է։
Ես ուզում եմ հասկանամ ձեր այսքան անսպարտ սերը դեպի Ադրբեջան, ինչով է պայմանավորված։ Ես լսել եմ ձեր ինտերվյու, երբ որ դուք ասում եք հերիք է խոսենք ցեղասպանությունից եւ այլն եւ այլն։ Պետք է լավից խոսանք։ Պետք է մոռանցվի ցեղասպանությունը։ Հрьяաները իրանց գլխին սարքին տարան իրանց կոտորին։ Զուտ նրա համար, որ ասկ ֆիլտրեն, պետություն ստեղծեն։ Ու մինչև այսօր Գերմանիային ծածկանում են։ Ու լփորձի մեկ ասի ցեղասպանություն չկա, վсё, կամ չգիտեմ, սենց ա եղել կամ Հիտլերան հենց ա եղել կամ եւ այլն, հանում են անտիսեմիտ, մարդկության թշնամի։ Ու նույն Հիտլերը, որի մայրը հրեա էր։ Նույն Հիտլերը, որը որ, ես չգիտեմ, նաև իրականացնեց գնչուների ցեղասպանությունը։ Ավելի դաժան վերաբերմունք էր նացիստական Գերմանիան ցուցաբերում գնչուների նկատմամբ, քան հրեաների։ Բայց գնչուների ցեղասպանության հանգամանքը այդպես է չֆիքսվեց եւ ոչ մի գնչու փոխհատուցում չի ստանում առեսօր դաժե։ Դուք եղած դեպքը ասում եք պիտի մոռացվի։ Ես հասկանում եմ, որ Օսմանյան կայսրությունում հայերի որոշակի շերտ իան պահելա բեսամ բոզի տղավարի։ Ռսահպատակ գանդոնություններ են արե թուքնել դրե ծծցրելա։ Այդ ձև գոնե փորձեք ներկայացնել, ես ասեմ, այս կինը կրթության գիտության նախարար օբյեկտիվ է։ Գարեգին նժդեհեք թեթև կպնեմ մտնեմ գրլեմ եւ այլն։ Գարեգի նժդեհը ծածացնի քեզ ու մարդուտ 18 պլուս չնայած երեխաները թող լսեն, որ Գարեգի նժդեհը լավ մարդ էր, պատրիոտ էր, չլներ Գարեգի նժդե հարգելի երեխաներ, երիտասարդնի եւ դպրոցականներ։ Ես իհարկե ուսուցիչ բառից շատ հեռու եմ, ինչքան Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարությունից։ Հեսա կասեմ։ Բայց եթե չլներ Գարեգի նժդեհը, մենք չէինք ունենա Սյունիքը։ Ով ինչ ուզում է ասի, որ դասատուն, որ ռուսահպատակ բոզի տղեն, ինչ ուզում է ասի Գարեգի նժդեհի հարցում, ընդամենը մի բան ես ասում, Գարեգի նժդեհը որ չլիներ, մենք Սյունիք կունենայինք, դες ասելու են, ոչ, ու ասում ես Գարեգի նժդեհը ծծծնի նավարիդ, սովորացնում եմ, հարգելի երեխաներ։ Այդպես բոզի տղեկին պետք է պատասխանել այդ ձև։ Ռուսահպատակ օբյեկտիվ Աստվածտար Գարեգի նժդեհի, Դրաստամատ Կանայան եւ Անդրանիկ Օզանյան նմանատիպ մարդկանց մենք ավելի շատ ունենայինք, բայց ցավոք սրտի բնությունից էլ բավարարվեք այսքանով։ Էս էլ ազեզի շատ, դու գանդոն ղախբա ազգեք։ Ձեր մեջ բոզի տղությունը շատ է։ Ճիշտ է։ Բանը հաստատում եմ։ Այ գոնե այդ ձև ներկայացրեք, գոնե նույն դպրոցական տարիքի բացատրեք, որ գիտեք ինչ, Օսմանյան կայսրությունում հայեր կային Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ռուբեն Վարդանյանի մատորով, որոնք որ ապրելով, արարելով Օսմանյան կայսրության մեջ ռուսի համար գլգլ էին անում, փորփրեմ, դավաճանություն եսի մինչեր էին անում, թուքն էլ դրեց ծծրեց։ Մենք միանշանակ դատապարտում ենք ցեղասպանությունը, մի քանի բոզի տղու համար միլիոնավոր մարդկանց վարի տալը իհարկե աբսուրդի ժանրից է։ Բանկիրներ, ֆինանսիստներ, վաճառականներ, հենա լուբոյ ֆիլմ գեղարվեստական, որ նայում ես, ինչ էր, խոստում էր, արտույտների ագարակը, Արարատ, նայում ես, որ մինչև ցեղասպանության պահը լավ էլ ապրել են։ Ամենալավ խանութները, ամենալավ տաները, ագարակներով, մագարակներով, ինչ է լավ, որ թուրքերը ղզղնան հայերի դեմ։ Սկսեցին ռուսին գլգլ անել։ Ռուսները թողեց սիկտիր եղավ, ասեց դե իրար կերեք։ Ահա։ Ինչ գործ ունի ադրբեջանցի բոզի տղու թարգմանությամբ դասագիրքը դպրոցում։ Տիկին կրթության գիտության նախարար։ Հա? Հետո նեղանում եք։ Քսիվ եք գրգամ, անչիա քրֆեմ, բա ինչ անեմ, հարց եմ տալի ձեզ, կամ մյուսը, տաթևիկ, ինչ է, ես հայանա, ինչ է, մեր ոպելում, ոպիսը մենք սխալ չլնենք, ես իմ ագրավիչան ենք, ձեռագիրը մեկ չեմ հասկնում,
Ստե գրել ղրգել էի։ Եսայան, հա, Տաթևիկ Եսայան, 35 հիմնական դպրոցի տնօրեն, նապտյուց չեմ հասկանում ինչա նշանակում հիմնական դպրոց, ես գիտեմ միջնակարգ դպրոց և մեկ-մեկից հարցեր են տալի, ասում են ներկայացրեք ձեր քաղաքական ճանապարհը, քարտեզը, ձեր ծրագիրը կուսակցության, տենց հարցեր են տալը նիրադենը լմելի, ես ուզում եմ բացատրեմ, որ մեր կուսակցության ծրագրերը ոչ թե ես նստեմ 40 րոպե մի ժամ մարդկանց ուղեղը հարթուկեմ, ես իմ եթերներով ամեն մի եթերի ժամանակ, եթե գտնում եմ ինչ-որ մի թերի բան, ասում եմ, սա սենց պիտի լինի, նան էս պիտի լինի, մենք սա ուղղելու ենք, սա սենց ենք անելու, նան էս ենք անելու։ Հիմա օրինակ անդրադառնում ենք այս հիմնական դպրոց հասկացողությանը։ Ես մի անգամ չէ որ ասել եմ, որ ես կատեգորիկ դեմ եմ այս եվրոպական կրթական համակարգին, որ չգիտեմ դպրոցը բաժանես, մարդը 10 տարի, 8 տարի կամ X ժամանակ, արդեն չգիտես, Էնձևեն Ժժնյավիր է, մի դպրոցում ասովորում, հետո գնում լրիվ ուրիշ դպրոցում ասովորում։ Այդ համակարգը բլվելու է։ Բլվելու է բարեզբուն իմաստով։ Այն սովետի միջնակարգ դպրոց հասկացողությունը հետա գալու։ Մարդ ընդունվավ այս դպրոցը, ավարտնում է այս դպրոցը։ Ոչ թե կեսից վեկարես հավքես նախին մալացես միտեղից բերես ոչ մլացես։ Աբսուրդ։ Կատարյալ աբսուրդ։ Նորմալ կրթական համակարգ է։ Ինչ այդ համակարգը աշխարհում ամենալավագույնն էր։ Ու մենք հետ ենք վերադառնալու 10-ամյա միջնակարգ կրթությանը, հանրային ձայն կուսակցության հաղթանակի դեպքում։ Սա է ձեզ կրթական ծրագրով բարեփոխում։ Ուրեմն ինչա ով է այս Տաթևիկը։ Այս Տաթևիկը Սուրեն Պապիկյանի Տաթևիկն է։ Սուրեն Պապիկյանը Տաթևիկին բերե նշանակել է 35 միջնակարգ դպրոցի տնօրեն։ Ունի 2 զավակ։ Ինչա անում։ Ասում է երեխաները ինչ-որ բաներ են սարքում, ծիտիկ, փիսիկ, արձանիկ եւ այլն, ինչ-որ նույն տիպի բաներ, հիմա փետից կլինի, թղթից կլինի, ինչից ուզում ալի, աշխատանքի ուսուցում։ Բաներ են սարքում եւ այդ սարքած բաները հանվում են վաճառքի։ Սկսվում է 2000 դրամից։ Ծնողներն էլ առնում են։ Առնում են, փողներ գցում են ինչ-որ մի հատ փեդի ящик։ Հետո ինչ ալում այդ փողը չգիտենք։ Պարոն Ղուկասյան ասում է, խնդրեմ դրամահավաքի իդեալական տարբերակ։ Հիմա հարց եմ տալի կրթության գիտության նախարարին։ Դու կուրսի ես, որ 35 միջնակարգ դպրոցի առաջին հազգ 6-րդ դասարանի դասասենյակում իրականացվում է բիզնես պրոյեկտ։ Եվ ով է այս Տաթևիկը։ Զակակի հետակե զասլուգի, վիսլուգի նշանակվել է դպրոցի տնօրեն, ինքն էլ է բիզնես պլանով եկել է, ծնողնիկն էլ բողոքում են։ 2000 դրամ։ Ափսոս երեխեք են, թե չէ ես ուրիշ բան խորհուրդ կտայի այդ երեխեքին սարքեին, տային Տաթևիկին, թո Տաթևիկը առներ։ Հետո ասում են քֆուրա տալեմ, հաճելի մարդ։ Դու կոֆե խմել ես այսօր։ Հաճելի մարդ ուն կոֆե տուր։ Անդո, դու էլ ես ուզում լատե փրփուրով։ Արգիշն է լավ ոնց որ ուզում, ախշի հել է սաղի փրփուրով կոֆե տուր։ Հա, լավ խառն է սառուցով։ Մի թավուր են նայում։ Այսօր մեր ուշկումիտը Պապիկյանն հասկացանք իրար։ Անցանք առաջ։ Այս էլ կրթական համակարգին, պարոն Աբազյան, Սոտեքի սա նաև ազգային անվտանգության խնդիր, այսինքն չեկիստները պիտի գնային դպրոցի հետևից հասկանային այս ինչ դասագիր կա։ Ես հասկանում եմ, որ բոլորիդ աշխատանքը ես է բադամ, բայց աշխատավար դուք եք ստանում, բայց այդպես չի էլի։ Հանրային ձայն հաղորդաշարա դիմել ամերիկահայ մի քաղաքացի, այսինքն ԱՄՆ քաղաքացի, ինչպես նաև ոնց հասկանում ենք նաև Հայաստանի քաղաքացի, բայց դեմից ԱՄՆ-ի Արամ Ջեմջեմյան։ Ուրեմն Արամ Ջեմջեմյանն զանգահարելի հանրային ձայն, ասում է պարոն Ղուկասյան, գրեք, հաճելի մարդ։ Ձեզ ուզում եմ տեղեկացնեմ Թողմախի Մհեր Սուրոյի վերաբերյալ։ Սուրո
Շատ վատ սուրո, խլեշեի ուզմանեի հազիվ զսպեցի ինձ։ Սոտիկի վատ է էլի, որ մարդու հետ խոսում ես, հետ իմ սխալն է, երբ որ մարդու հետ հեռախոսով խոսում ես, հետո մի տեսա կոմպլեքսավորվում ես, չես ուզում քֆրտես։ Բայց այդ մարդը էության բոզի տղա է։ Ասում ես ժամաներ եմ ԱՄՆ-ից 2020 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստան մշտական բնակչության պատերազմից հետո մարդը որոշել է Քասախ գյուղում, որի գյուղապետը մի պահ պատիժ կրեց կամ կալանավորված էր, առնի հողատարածք գյուղատնտեսական նպատակով։ Գնացել են, նայել են, հող ուզեցել են առնել, բայց նոտարն ասել է, քանի որ դուք այլ պետության քաղաքացի եք, դուք չեք կարող ձեր անունով հող գնել, եւ քանի որ аэроպորտում էլ դիմավորել է Սուրենը իր ամերիկացիների ծանոթնի, հողակատորը ձևակերպել են Սուրենի անունով։ Մի խոսքով, ընդ 1500 մետր, 1100 սրանով, Եսիմիշկանի անունով եւ այլն, $26500։ Պլյուս ընթացքում էլ ինչ-որ 2 միլիոն դրամ, հետո այս մարդի հողն ուզելա, Սուրենն ասելա, իձի վիկուսի դու հող չունես։ Սկսվել է քրեական process։ Արգիշտիս հիմնարկը բողոքը համարել է անհիմն, գործը շմկարճել է, մի կերպ հիմնավորվել է այդ 2 միլիոն դրամի պատմությունը, 1.700 քանի հազար դրամ, Սուրենս էլ պարտավորվել է 1 միլիոն քանի հազարը վերադարձնել, մնացածով հողը մնացել է էտասուրոյի։ Ես դիմեց, այսինքն այդ մարդը դիմեց, ես պատասխանեցի, քանի որ մի փոքր վիճահարույց հարցի, թող հավաքիր բոլոր փաստաթղթերը, որը որ իր ձեռքի տակ կա, դիմի մեր փաստաբանական գրասենյակին հանրային ձայնը կուսումնասիրի, եթե ամեն ինչ համապատասխանեց իրականությանը, կոֆեն խմի։ Ապա մենք գրավոր կդիմենք գլխավոր դատախազություն, Սուրոյին, ցիտրուսային մրգերով ծծցնելու նպատակով։ Առայժմ ոչ մի բան չենք ասում, սպասում ենք պարոն Ջեմջեմյանին, որ բոլոր իրավական թղթերով գա հասկանանք արգիշ բենիտ փրփուր մակրի հենա սալֆետքեն ուրիշ տպավորությունա թողը արգիշտի հիմնարկը երեբունու քնչականը ինչ ձևա քաքե գործի մեջ ուսումնասիրենք նոր Արամ Ջեմջեմյան, մենք սպասում ենք ձեզ ամսի 25-ից հանրային ձայն փաստաբանական գրասենյակում Գայ Պողոտա 2, Վարդի թեփուկները անպայման։ Էսի տենց։ Թողմախի մեհերին հետևություն։ Так։ Մենք անդրադարձել ենք Տարոն Մարգարյանի ընկերնա քավորնա Սանիկնա Արտեմ Աբրահամյանին։ Այն որ ես ասել եմ, չէ, լուբոյ մարդու անդրադառնում ես ես մի հատ պատը փորում ես, թեթև, տակից քաքը որբասնած որտելը դուրս ագալը։ Անդրադարձից անմիջապես հետո մենք ստանում ենք ահազանգ։ Հաճելի մարդ։ Ահազանգը վերաբերվում է գրի։ Ուրեմն բանի սպարզվում է Արտեմի որդին, ով նաև ազատված է պարտադիր ժամկետային զինծառայությունից, ինչպես Տարոն Մարգարյանը եւ Տարոն Մարգարյանի որդին եւ ազգն ու տակը, Ռոբերտ Արտեմի Աբրահամյան 23-ը նշա 23/01/2017 թվականին, երբ որ Ռոբերտը 18 տարեկան էր եւ նոր էր ստացել պրավեն եւ սովորում էր ԵՊՀ իրավագիտական ֆակուլտետում, ընկնում է ավտովթարի մեջ, DTP, որի արդյունքում իր իսկ կողմից վարած Lexus 07 Tiguan Onyx 777 ավտոմեքենան բախվում է մեկ այլ ավտոմեքենայի։ Դեպքը տեղի ունեցել 22/01/2017 թվականին Էրեբունի փողոց թիվ 29 շենքի դիմաց, ժամը 00:30-ի սահմանները։ Բաբախի արդյունքում մահանման քաղաքացի Էդուարդ Ղևոնդյանը 39 տարեկան ջահել ու ջիվան։ Հələ սրանք էլ
Մալը տավով որ դեպքի վայրից դիմում են փախուստի հələ պոկամ են հանում են մեքենայի համարները այս 07 777 փոխանակ քաղաքացուն ցույց տան առաջին բուժօգնություն կամ սպասեն զանգեն սկորիգա եւ այլն ասում են պրաշայնավեկի մայապասլեդնայա լուբով ու դիմում են փախուստի հիմա ստեղից հետևություն ինչ պիտի լիներ Ռոբերտ Արտեմի Աբրահամյանի հետ հաճելի մարդ այո Վահե Ղազարյան պիտի ենթարկվեր քրեական պատասխանատվության MVD-ի մինիստրը ճիշտ ասում եւ ապշած նայում են ուրեմն Էդուարդ ներողություն Ռոբերտ Արտեմի Աբրահամյանը անգամ չի կալանավորվում one day անգլերեն անգամ չի անցկացնեմ քրեակատարողական հիմնարկը ինչու որովհետև կատարոն Մարգարյանի նման անուշ ապեր հիմա ես չեմ կարում հասկանամ լավ այն վաղ ծածկադմփոց են արե փագեր են բրծեր են բա հիմա ու նաև չեմ կարողանում հասկանամ քաղաքացի Էդուարդ Ղևոնդյանի հարազատներին ու բարեկամներին որոնք ես չգիտեմ չեմ ուզում հոգուս վրա մեղ վերցնեմ իշխանափոխությունից հետո որ հավատացել են այս բոզի տղությանը դիմել են դադախազություն թե ոչ եթե ես համոզված եմ եթե անգամ դիմացել լինեի Արթուր Դավթյանը այս գործը չէր բացելու որովհետև Արթուր Դավթյանը սիրում է Տարոն Մարգարյանի փաչեքը նամանավանդ հոտոտել բայց մենք խոմ նորմալ մարդիկ ենք չէ հիմա ես խնդրում եմ գլխավոր դատախազությանը մի հատ հլը նայի այս դեպքը փորի հանի հլտեն այս ոնց է փակվե մարդը դեպքի վայրից փախուստի է դիմել մարդը բանակ չի մարդ սպանելուց պրավա ստանալուց կարում հələ մի հատ իրավագիտական ասովորը բայց բանակ ծառայել նեմա չի կարելի 3 իշքան հանրապետական վերնախավ կա 3 կիլոից ավել բռնելը ու ֆորմա հակնելը կատեգորիկ հակացուցված է հիվանդ են բոլորի մոտ նույն դիագնոզն է արգանդի մինինգի գլխուղեղի կիստա այդ գլխուղեղի կիստա այդ հոդվածը պետք է հանել հասկանում եք այդ կիստը այդ ոչ որ կա դրում այդ մաման բռնաբարված այդ բանը մի քիչ մեծ է ասում է վերջ ուրուսկա չի կա արշակի տղեն էլ է տենց ազատված հաճելի մարդ այն որ 140 քանի միլիոն դրամ բերես տվեց չատլախորը հանեց 500 քանի միլիոն գրավ էր չէ ժողովուրդն էլ այնքան անգրագետ են որ գրավը ու բռնագրավումը չեն հասկանում ասում դե մարդը գրավա տվե փողը գնում է պետությանը հարգելի քաղաքացիներ գրավի դեպքում փողը նորից հետա գալի քաղաքացուն երբ որ այդ մարդը արդարացվում է կամ գնում է քրեական պատասխանատվության պատիժ կրելու գրավը հետ են տալում ասում են դե գալ քո փողը ու այդ 500 քանի միլիոնը մնաց մարդը գնստած է փողերի լվացումով բայց այդ մարդուն չեն ասում չաթլախիկ այսքան միլիոնավոր դրամնի քեզի որտու Ես զայրանում եմ հիմա նույն է սա է ու գնաց է հասել է Միացյալ Նահանգներ ասում է ես պոլիտիչեսկի էմիգրանտ եմ այն օրը խոսում եմ հեռախոսով միգրացիոն ծառայության մի հատ պաշտոնավոր մարդու հետ ասում եմ ես չեմ կարողանում հասկանալ դուք որ Հայաստանի Հանրապետությունից եկածներին նամանավանդ չերես Մեքսիկո Եվ այդպես գյուր ընդունում եք, որ գալիս են ասում են մենք քաղաքական ենք։ Լավ, նյուժելի դուք այսքան հերոյ եք իրավիճակից։ Ամեն մի հեքիաթի sense հավատում եք, ընդունում եք։ Հիմա օրինակ նույն էս մարդիկ, որ եկել են, սա ինչու եք հավատացել։ Ու էլի անուններ եմ տալի։ Հույս ունենամ, ասիկան Մենք եկանք պայմանավորվածության, որ հանրային ձայնը պետք է համագործակցի միգրացիոն ծառայության հետ։ Հետաքրքիր նորություն ամերիկահայերի համար։ Եվ միգրացիոն ծառայության հետ համագործակցման արդյունքում ինձ թվում է ահագին կթեթևանա Կալիֆոռնիա նահանգը։ Հիմա սա է։
Մի հատ խնդրում եմ ձեր մոտ գրեք եւ հանեք հասկանանք այս մարդը ինչի չի դատվել։ Մարդ համեր է։ Ինչի ակա ու փախել է այդ դեպքի վայրից։ Տարոն Մարգարյան։ Ու հիմա էլ Տարոն Մարգարյանը ասում է պիտի դատարանում ու բիդի դանի թե իան այսքան անշարժ գույք որտեղից։ Թո անի։ Հəl տենակ ոնց է անում ու բիդիդ դիշիվիտ նայում եմ Տարոն 6 երեխա է սրթե Տարոն այդ նաֆարիտ էլ առել ես նստել ես նկարվել ես մի ծերդ մի տղենա մի ծերդ մի տղենա բա այդ սուրբ գործով զբաղվել կարը մեր բանակ ծառայել չէիր կարը մի հատ էլ բոզի տղա վեկարելա ստատուսա գրե ասում Անդրանիկ Մարգարյան չուխ լինի գարեգի նժդե ու որ ամատնամ իշքան կարըմ պետական լուրջ գործիչ կինո ռասիայում աթոր ճղելը պետական լուրջ գործիչ հա հարևանների հետ խաշ ուտելը հա լավ մարդ էր բարի մարդ էր ուտեմ խմեմ կանամ էր ոչ բան էլ չէր խառնվում բան չասի ասելու համար շտաբերը ծրա վզինա էնի նրա վզինա այս չգիտեմ գիզիրյան միզիրյան տուդա սուդա եւ ես ուզում եմ հասկանամ դու քո բաշի ինչ մի բան դու ծախսում քանի 100,000-ավոր մարդիկ ես հավատացել ձեն են տվել բայց բուժման ծախսա ուսման ծախսա չգիտեմ թոշական ոչ քո ընտրողը դաժե էլի դիմում ինձ ասում պարոն Ղուկասյան այս հարցով այն հարցով ասում եմ ում ես այդ ասում Ռոբերտ Քոչարյան բասեմ ինչ ես ինձ դիմեմ բա գնացիք Ռոբերտ Քոչարյանին դիմեք տղա ծամոնա ծամամ բիլագա կաչայի տանան հա հարցդ ինչ կա չկա գողնեմ սեփականաշնորհեմ միակ նորմալ մարդը ձեր տնից էդի քո բան կնիգնա բելանա ես հետ կնկալ հարգում եմ տարօրինակ բան է համաձայն չես Ռոբերտ եւ ինչի ասա դուրս մնաց է դատախազության տեսադաշտից Գիզիրյան Աշոտը ու Իշխանյան Իշխանը հա նշեք ձեր մոտ նշեք Անդոն շատ վատ աշխատում Անդոն մենակ խաղողա ծծցնեմ կոֆե լատոյև լատեյով արգիշտին էլ դուր 2008 թվից ասում կառուցում Даже իմպերիա այդ իմպերիան էլ ասում դատի տվե այս բան Գիզիրանին նա թող տեսեք եթե չենք հա ու եթե ապորինյա քանդել կոշը տվեք քանդեք կամ պետական ասեք 84-ը անօթևան ընտանիք բազմազավակ ընտանիք ինչ կաներ Վարդան Ղուկասյանը շենքը պետականացնում էր շինում էր սոցիալական ու ՊՆ-ում, ՄՎԴ-ում, կա Երևանի քաղաքապետարանում հերթի կանգնած բազմազավակ առավելագույնս կարիքավոր ընտանիքներին բերում էր այդ 84 բնակարանները նվեր էր տալը, ասում են ապրեք մեջը հարգելի ժողովուրդ։ Էս է ձեր սեփականաշրջան վկայականը։ Այդ կաներ Վարդան Ղուկասյանը։ Բայց քանի որ Վարդան Ղուկասյանին չեն ընտրել, Վարդան Ղուկասյանը դա չի կարող անել։ Ու մինչև այսօր Թավշա հեղափոխությունը դրել է նայեմա շենքին ու տրսնմա ու ոչ մեկ չասում ես ինչ ալ սրանը լկանադարանք ես գաղպին ես սա ստեղ լավ գն ահա մյուս բողոքն եկել է Վարդենիսի ժողովրդից ասում է պարոն Ղուկասյան փողոցում ծխելու համար ՄՎԴ-ն մեզի տուգանում է 50,000 դրամ այգում ծխելու համար տուգանում է 50,000 դրամ եւ այլն իհարկե ծխելը շատ վատ բան է հարգելի Վարդենիսի ժողովուրդ բայց ես ուզում եմ դիմեմ նաեւ Վարդենիսի ոստիկանապետին Վարդենիսի ասիկա որպես սահմանամերձ գոդի Վարդենիսի ժողովրդի համար եւ ոչ միայն Վարդենիսի, նույն նաեւ Ճամբարակի, Նոյեմբերյան, Մեհրաբ, Տաուշ, որտեղ աշխատավարձը կոպեկներ են,
50,000 դա բավականին լուրջ թիվ է, շատ լուրջ թիվ։ Եվ այդ բոզի տղա օրենքը, որ հանել եք հանրային վայրերում, ոչմ ծխելը տուգանք, ես հասկանում եմ հանրային վայր, կաֆե, ռեստորան, դպրոց, մանկապարտեզ եւ այլն։ Բայց այգում ծխել, ես չգիտեմ, դա որքան ովաճի, ես ինքս կատեգորիկ դեմ եմ ծխելուն, ինքս չեմ ծխել երբեք։ Այն որ ծխելու դեմ պետք է տարվի շատ ուժեղ պայքար, դրա մասին ոչ մի խոսք։ Այն որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Grand Tobacco-ն կրճատի իր արտադրությունը, բարձրացվի աշխատողների աշխատավարձը, Grand Tobacco-ն պետք է ենթարկվի բավականին լուրջ տուգանքների, այն որ ասում է զարապսկի տրուտ, որի արդյունքում հարյուրավոր կանայք ստացել են օնկո հիվանդություններ եւ դրանով պետք է Grand Tobacco-ն ենթարկվի քրեական պատասխանատվության, դրա մասին ոչ մի խոսք, ես լրիվ ուրիշ պլաններ ունեմ Grand Tobacco-ի հետ։ Բայց այս ձևով մարդկանց, այսպես ասած, կպնել եւ կտրել, երբ որ աշխատանք չկա սահմանամերձ տեղերում եւ նմանատիպ ահռելի թվերով տուգանելը, դա աբսուրդ է։ Ինձ թվում է, որ այդ օրենքը պետք է ավելի շատ կիրառվի խոշոր քաղաքներում։ Բայց մի կողմից էլ սա դասա Վարդենիսի ժողովրդի, որովհետեւ Վարդենիսում անցել է ԿՊ-ն։ Եվ Վարդենիսը պետք է հասկանա, որ նույնիսկ Վարդենիսի բնակիչը, որ ինքը սխալուղու վրա է։ Ոչ նախկիններ, ոչ ներկաներ, այս թայֆեն նույն բոզի տղեկն են։ Ես հորդորում եմ Վարդենիսի ոստիկանապետին մի փոքր ավելի ուշադիր լինել եւ ավելի մեղմ մոտենալ Վարդենիսի ժողովրդին։ Ես իշխանություն չեմ այս պայդրության, որպեսզի այդ հրամանը չեղել համարեմ եւ արգելեմ։ Վարդենիսի տուգանված քաղաքացիները կարան գնան Վարդենիսի քաղաքապետին ծածցնեն, ասեն դու ես ԿՊԱ-ական, մեզ տուգանել են, մենք 50,000 չունենք, դե մանի կոջեբից տոր։ Բայց խմեն նոր գնան։ Այն դեպքում, երբ որ ավելի բարդակ է Վարդենիսը, ինգեր Վարդենիսի միլպետ ժամը 4-ից 5-ից հետո ով ոնց ուզում քշմա, հարփած մեքենաների ղեկին, այդ դա տուգանեք։ Այդ դրան բռնեք եւ տուգանեք, որտեղ պոտենցիալնի կիլեր։ Բայց չգիտեմ, ծխելու համար կարող է դիտողություն անել, որ այգում չի կարելի ծխել։ Սխալ է, շատ սխալ է, ես հույս ունենամ, որ Վարդենիսի ոստիկանապետը հետևություն կանի եւ չի արժանանա հանրային ձայնի բուռն ուշադրությանը։ Մյուս բողոքը մեզ ուղարկել են գրավոր, ուզում եմ մի րոպե բավականին հետաքրքիր է, ընթերցեմ։ Վերաբերվում է ջրային կոմիտեին։ Վարդան ջան, բարև։ Ջրային կոմիտեի տեղակալ Դաղբաշյանի վերաբերյալ ստորև նյութը։ Ջրային կոմիտեն պետական կառավարման մարմին է, որը գործում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ, այն կառավարում է կոմիտեի նախագահը։ Կոմիտեի նախագահը ունի 3 տեղակալներ, երկուսը նշանակվել են վերջին 1 տարվա ընթացքում, իսկ երրորդը 20 տարի է ջրային կոմիտեում է։ Կարեն Դաղբաշյան, ցմա տեղակալը, բանի նման է, Արայանա, Մարայանա քաղաքապետի տեղակալ կա, է։ Կարեն Դաղբաշյան, ջրային կոմիտեի նախագահի ոռոգման ջրի ոլորտը համակարգող տեղակալ։ Կոմիտեում է 2003 թվականից, նաև հանդիսանում է Տավուշ Ջոուը, վարչական խորհրդի նախագահը։ Զբաղեցել է տարբեր պաշտոններ, հիմնականում ոռոգման ջրի ոլորտն է համակարգել։ Դաղբաշյանի հետաքրքիր կարիերան սկսվել է այն պահից, երբ կոմիտեի նախագահ է նշանակվել Արամ Հարությունյանը, Բուլկի Արամը, որը մինչև այսօր ՓՖՌՄ-ը։ Շարքար ժամանակ անց տվյալ պաշտոնյան բարելավում է իր դիրքերը, իսկ հեղափոխությունից հետո նոր թափով սկսում քանդել այս չափազանց կարևոր ու բազմաթիվ ռազմավարական նշանակության օբյեկտներով հարուստ համակարգը։ Նշենք, որ վերը նշված պաշտոնյան հանդիսանում է Արոնաբանական հիվանդանոցի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հարազատ եղբայրը,
որը ներկապային դատվում է 20 միլիոնի ժամկետանց նյութերի գնման ձևակերպված, բայց չհաճախող աշխատակիցներին վարձատրելու մեղադրանքով։ Ուղարկել է հետքի բանը։ Ջրային կոմիտեում եւ համակարգի կազմակերպությունում ձևավորվել է կոռուպցիոն շղթա, որին նպաստում է իրավական ոչ արդյունավետ կարգավորումները եւ ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքում կան բազմաթիվ բացեր եւ հստակեցված չէ թե ով չի կարող ընտրվել վարչական խորհրդի նախագահ։ Սա եւս ունի իր բացատրությունը, քանի որ սույն օրենքները մշակվել են ջրային կոմիտեի ոլորտից։ Ուսումնասիրելով վերնշված օրենսդրական ակտերը, ստացվում է, որ ջրային կոմիտեի նախագահի տեղակալը, օգտվելով օրենսդրական բացերից, օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու կապերը, տարիներ շարունակ մշակել եւ իրագործել է կոռուպցիոն սխեմա, ներգրավելով համակարգի աշխատակիցներին։ Հանդիսանելով ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, միաժամանակ հանդիսանում է նաեւ Տաուշ ՋՕԸ վարչական խորհրդի նախագահը, նշենք նաեւ, որ նա ծննդով Տաուշի մարզի Բերթավան գյուղից է։ Սա հատուկ հաղորդում Սասուն Խաչատրյանի համար, գնացեք տեսեք, ես մարդ նովի։ Եթե սխալի, ծծցնել վզից։ Դե բողոքա կարդում եք։ Իմիջալոց, քանի որ գնաց խոսք ծխելու այդ ոչմ տուգանքներից, ուզում եմ անդրադառնամ Վահե Ղազարյան ձեզ։ Նայեք, ծխելու համար, նոր միտս եկավ, վարդեն 50 տուգանում են 50,000 դրամ, եւ առասարակ տուգանում են։ Դպրոցների, ուսումնական այլ հաստատությունների, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում սև ներկով պատերի վրա գրվում է Telegram կանալների անուններ, որտեղ որ վաճառում են, այսինքն այն Telegram-ների, որոնք վաճառում են թմրանյութ։ Ուրեմն քաղաքացիները ահազանգում են, բողոքում են, բարձրաձայնում են, որ եկեք այս Telegram գրած բանի գրած ռեկլամը ջնջեք, մաքրեք, վերեն ներքսեք, ինչ քակ ուզում եք երեք։ Զանգում են MVD, MVD-ն ասում է MЧS-ը պիտի անի, զանգում են MЧS, MЧS-ն ասում է թաղապետարանը պիտի անի, զանգում են թաղապետարան, թաղապետարանը ասում է MVD-ն պիտի անի, որ ասում է замкнутый круг։ Հիմա նախ դիմում են բոլոր թաղապետերին, ընկեր թաղապետեր։ Ուրեմն ձեր աշխատակիցներին կարգադրում եք, որ ընկած ապուրինի շինք շենություն բռնում են, ծծցնում են, ակտ են գրում եւ այլն, նույն ձևով հսկում են բոլոր ձեր թաղամասերի, այն որ ասում է շենք շինությունների պատերին ինչա գրած։ Եթե միտեղ այն փշիկները ձեռը, եթե միտեղ տենում եք ինչ-որ Telegram կանալի, պլան, նարկոտիկ ծախող Telegram կանալի գովազդ, անմիջապես մաքրել, բայց ես ուրիշ առաջարկություն ունեմ։ Ուզում եմ դիմեմ MVD-ին։ Ուրեմն ինչ կանել Վարդան Ղուկասյանն։ Ուրեմն իմ կարծիքով թմրանյութեր գովազդող կամ գովազդով զբաղվող կամ գովազդը տարածող, որ վեկալում գրում են խոսքի օրինակ XXX 100X պատերի վրա Telegram կան։ Բռնեցիք ինչ-որ մի հատ բոզի տղուն էդի փչիկով նկարելուց։ Ուրեմն այդ բոզի տղու պատժաչափը, պատիժը, այսինքն դա պետք է քերականացվի եւ դրա հոդվածը լինի այնքան, ինչքան թմրանյութ ցլողինը, բարիկինը։ Այսինքն եթե դու դպրոցի, մանկապարտեզի, հիվանդանոցի, մորգի, ստրիպտիզ կլուբի ու դե ուզում ալնի հարակից կամ որևիցե մի պատի վրա գրում ես, մի Telegram փչում ես, մի Telegram կանալի գովազդ, անուն, որը վաճառում է թմրանյութ, դու ավտոմատ հավասարվում ես նարկոդիլերի։ Ու պիտի գնա սրոկին նույն ձև ինչ որ Պաբլո Էսկոբարը, ոնց որ ցրում էր գերային ու կակային։ Այլ տարբերակ չկա։ Դպրոցների, մանկապարտեզների, բուհերի, ուսումնարանների, բոլորի հարակից պատերի տարածքի վրա բոզի տղա նարկոտիկ գովազդող Telegram-ի բաները նկարած են։ MVD-ի սեռական օրգանների վրի մազին չի։ Վարդան Վարդանյան։ Բայց մարդը ծխմա 50,000 ծծցնում եք, դնում եք մեջը ճամփու եք դնում։ Բավը փչմա, այդ իսկ երևի վարչական տուգանք չի։ Բայց դրա արածը ավելի ոռի բան է, քան է սիգարետը ով կայնած ոչմ ծխմա Վարդենիսի սադում կամ զոդի ճամփել։ Վայ Ղազարյան։
Իմ կարծիքով ձեր իրավաբանական վարչություն ունեք դեպարտամենտ նման առաջարկով կամ ազգային ժողովը նստած բդերը դելոները չռած խեռն են 800 քանի ղախպեքը ես չգիտեմ են իշխանություն չկա այնտեղ ներողություն օպոզիցիա են իշխանն էլ բոզի տղեն ասում մենք սկսում ենք մեր պայքարը այսինքն էլի նորից պիտի բրոշուրը վեկալի ձեռը ոհմակը ուրիշ անունով չեմ ուզում ասեմ սուրուն ոհմակը քցի հետևից ու Երևան քաղաքի մեջ մանտա էսի Հովանես Թումանյանի տուն թանգարանն է էսի էս ռեստորանն է էսի հրապարակն է էսի կառավարությունն է նորից ցվրեք տներով նորից պայքարը սկսեմ բոզի տաղեն դաշնակ ղախպի ծնունդը իսկ ինչ վերաբերում է իշխանական թևի պատգամավոր այստեղ են նարկոման են քանի հոգի կա պարլամենտում նստած քպական 90%-ը կամ պլանքեշա կամ նարկոմանա էլա քչեն ինվալիդ ագարկ են այդ կայլասկից բացի ուրիշ բան չտենամ են լուլու են ագավոր նայում եմ ամբողջ մարմինս փշակարվում է այդ բոզի վաստակներին նա օրենքի նախագիծ բերեք ամբողջ քաղաքը վախտամա նարկոտիկով եթե Ղարաբաղի բանը անվտանգության խորհրդի քարտուղարային շխրը գլոխային բիտոն բերի ցրի էսենսը պիտի լինի 40 մինչև այսօր ցեն չկա բացարձակապես անկախ հանրապետությունի ինչ կուզի կանի ես առաջարկում եմ այլ այ տեսեք նույնիսկ ասում ձեր քաղաքական ծրագիրը խնդրեմ քաղաքական ծրագիր այ Վարդան Ղուկասյանի նույն քաղաքական ծրագրում սալնելու է բռին ինչ որ մի բան փշում է սպատի վրան Տելեգրամյան կանալի գովազդ որը ծախում է նարկոտիկ վերջ էթը մեզ թույլ հոդվածով ինչ որ գերային ծրողը գուքի բռնագրավումով վերջացավ ես ինչ ասեմ բացարձակ MVD-ն ոչ մի բան չի անում, կատեգորիկ, ամբողջ քաղաքը վխտած է նարկոտիկի մեջ։ Մեր րոպե, տենամ ես ինչ ղրգին։ Մարդիկ ասում են պարոն Ղուկասյան, կանգառների վրա ամեն ինչի վրա դաժե QR կոդ է խփած, QR կոդով հեռախոս ասում է, այդ QR կոդին հեռախոսը բերեմ ես չկստում ես, բանը տալը կանալը։ Բա այդ ձեր քաղաքի կամերաները, որ փաստորեն QR կոդը բոզի տղությունը ինչ որ մեկի ձեռը ոչ տվել են, սկսել է պատերով, փողոցով, կանգառներով խփելով գնալ, բայց այդ կամերաները ում խեռն են պետք։ Քրական գլխավոր ոստիկանություն Վարդան Վարդանյան Հա Վայ Ղազարյան Ես իմ անգրագետ հալով ստեղից կարող եմ հետևություն անել պարոն Աբազյան որ ոստիկանության քրական գլխավոր վարչությունը իշխերը գլոխա Թմյանութի դեմ պայքարի դեպարտամենտա իշխերը գլոխա որովհետև այլ կերպ հնարավոր չի դա անվանել աշխատակիցները եւս փոխկապակցված են այս նարկոբիզնեսին որովհետև հնարավոր չի էլի MVD-ն ուզենա ու չբռնի Բայ Ղազարյան հնարավոր չի դուք հիմա MVD-ի մինիստր եք բայց ունեք ոստիկանության գծով տեղակալ Արամ չգիտեմ ինչան կանչեք ձեր մոտ այդ Արամ չգիտեմ ինչանին ու ծասրեք եթե ոչ ուրեմն Բայ Ղազարյան MVD-ի մինիստրը եւս փոխկապակցված է այս նարկոբիզնեսի հետ Հա, ես հիշեցի այդ ոչ իմ տեսանը այնտեղ կար բանը Facebook-ում, որ մեկը մոտենում է ուսես բանը պոկում է։ Բայց սա քաղաքը կամերա է, այսինքն դուք նստում եք ոչ իմ կամերաներով նայում եք եւ չեք կարողանում գտնել այդ որ մի բոզի տղեն է խփելով էթը։ Ասում եմ օրենքը խստացրեք։ Ասենք Ռուսաստանում LGBT գովազդի համար, PR-ի համար էթը մեզ։ Նույն տիպի սա Նարկոտիկի գովազդ, նարկոտիկի, չգիտեմ, խեռս գովազդելու համար, վсё это մա, 10 տարի, 15 տարի, մխեք վсё это։ Եթե անգամ անչափահաս է։
Անչափահասներ, անչափահասի, բանա հասնեմ, սրոկը հասնեմ։ Նարկոտիկի գովազդի հետ կապված ոչ մի չափահաս եւ անչափահաս։ Ո՞մը բռնեց սնել։ Ամբողջ ջահելությանը շնորհեք նարկոման։ Եվ ոչ մի բան։ Մշակույթի մորը ընդե մորմաշ։ Բանակը ընդե մորմաշ։ Կրթությունը ընդե մորմաշ, ջահելությունը ընդե մորմաշ։ Ապագա կա։ Բոզի տղոնել վիրավորում ես, ասում ես բանը թուրք բարի չեմ վիրավորվում, բոզի տղա բարի չեմ վիրավորվում, կնկան ոչ եմ ծծնում են չեմ վիրավորվում, ոչ մի բանի չեմ վիրավորվում։ Ինչ ուզում եք ասեք ես բանը սեգորնանում եմ։ Ինձ խնդրում եմ մի հատ ասեք, այդ ուղարկեք MVD-ի, այսինքն Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի անուն ազգանունը ո՞նց էր, Արամ էր, ինչ էր եւ այլն։ Ուզում եմ դիմեմ նաեւ տվյալ անձին։ Եթե այն ժամանակ ոստիկանապետը Վահե Ղազարյանն էր, հիմա ոստիկանապետը դու ես։ Մի հատ էլ նկար էիր դրել գեներալի ֆորմով քեզի լավ զգաց, աթոռի վրա վերընկած։ Ես MVD-ի մինիստրին իմ դիտողությունը արեցի։ Հուսով եմ MVD-ի մինիստրը կհասկանա։ Նույն ձևել ուզում եմ դիմեմ ընկեր ոստիկանապետին։ Եթե ոստիկանությունը ուշքի չեկավ, կոնկրետ գործողությունների չանցավ, եւ այդ գովազդի այդ Telegram, այդ QR կոդ, QR կոդ եւ այլն փչիկ, թսիկ, խփող, մփող առաջիկա ժամանակահատվածում չհայտնաբերվեց, հանրային ձայնը սկսում է անդրադառնալ ոստիկանապետի աթոռը զբաղացրած անձին, այդ Արամին, ով է, ինչացու է, ծնողները, ընտանիքը, կերպարը, կոռուպցիոն սխեմաներ, հանցագործություններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու ընկնելու է շատ վատ վիճակի մեջ, չափից դուրս վատ վիճակի մեջ։ Այն վիճակի մեջ, որ երնեկա տալու որոշակի մարդկանց, ովքեր այդ թոհուբոհի միջով անցել են, վախտին, սկսած ռուշկից, վերջացրած պատարակի տակ գլգլը։ Հասկացավ ինձ MVD-ի մինիստրը, ոստիկանապետը։ Վահե Ղազարյան, ոստիկանապետ ծծրած կաս, ունես եզակի հնարավորություն։ Ամբողջ քաղաքն է տոն։ Էլ չեմ խոսում կլուբների, փաբերի մասին։ Մեռա ասելով, մեռա բարձրաձայնելով, քրեզի, ձիվա, նամանավանդ։ Եվ են սայրան մայրան են թիզուկ ես հովոյ մովոյ օբեկներում նարկոտիկը վխտմա։ Ձիվայի ախրանի պետը անձամփա նարկոտիկը ծախան կլուբում։ Ես ասեցի, ես լսեցի։ Ոչ կոտայքի ոստիկանությունը մի օր ծծրեց, ոչ MVD-ի թմրամիջոցների դեմ պայքարի դեպարտամենտավարչությունը, բաժինը չգիտեմ։ Ինձ թվում է, մեր ոստիկանապետը Արամա ինչ խրգլոխ է։ Հələ մի վարք։ Մերուկ։ Ներարկ, ես որ չարցդեմ կմերրեմ։ Ալո, բարև ձեզ։
Իսկ մի հատ կարող եք ասել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի անուն ազգանունը, Արամ ինչան էր։ Վահե Ղազարյանը MVD-ի մինիստրն է, իսկ տեղակալը ոստիկանապետի ազգանունը ո՞նց է։ Հովհաննիսյան Արամ։ Հովհաննիսյան Արամ, շնորհակալություն։ Հովհաննիսյան Արամ, եթե կոմլից եք նասին։ Ուրեմն դիմում եմ կոնկրետ Հովհաննիսյան Արամին։ Հովհաննիսյան Արամ, եթե շոշափելի պատկերը ես չնկատեցի, ուրեմն Հովհաննիսյան Արամի տան անդամները պիտի սեղան գցեն ու այն մասկեքով անուշ ապերները որ կան, մուսկուլնի, բիցեպսնի, սև շորերով դիմակավորված, փուլիկները վրեքը շարած, համապատասխան երաժշտության տակ գալու են Արամ Հովհաննիսյանից տուն։ Ես խոստանում եմ։ Են ոնց էին եկե ինձ հավքելու, այդ նույն ձևի, բայց արդեն կարմիր դեղին կանաչ փուլիկները վրեքը շարած, գալու են Արամ Հովհաննիսյանից տուն։ Ես մանրամասն կներկայացնեմ process-ը ինչա կատարվելու ոստիկանապետի տանը։ Ինչ երաժշտության տակ։ Ինձ թվում է ամենահամարը այն կորոնավիրուսի երաժշտությունն էր։ Այդ դրա տակ։ Հուսով եմ, ընկեր ոստիկանապետը հետևություն կանի։ Վահե Ղազարյան, դու ես դրանց հետ միասին քո սպեցնազի աշխատողների հետ գնալու ես քո ոստիկանապետի տուն։ Բայց այն բանի վրա նստած, բող մագդու, այդ դիրքով, բաբուլներով։ Աստված հերուպայի այդ օրվանից։ Քանի որ գնաց խոսք Աստված հերու պահելուց, ուզում եմ դիմեմ այն անձանց, ովքեր ՔՊ-ի ցուցակով առաջադրվելու են որպես ավականու անդամ։ Ուրեմն լսեք։ Ես հասկանում եմ, որ ընտրությունները քաղաքական պայքար է եւ ցանկացած կուսակցությունով մասնակցելու է ընտրություններին ունենալու է ավականու ցուցակ։ Հանրապետականը, Ռոբիկ ենք, ինչպես նաև ՔՊ-ն։ Ես ուզում եմ դիմեմ այն անձանց, ովքեր, ասպես ասած, լավ տղա են, շակերտավոր, հեղինակություն են, քուչում է Սարյանց ճանաչում են։ Սկսած թողմախի մհերի տողուց։ Երբ որ դուք մտնելու եք քաղաքական պայքարի մեջ, հիմիկվանից եմ զգուշացնում, հարգարժան, ապագա, ավականու անդամներ։ Ուրեմն պատրաստ եղեք, որ հանրային ձայն հաղորդաշարը անպայման այցելելու է ձեզ եւ ձեր հարազատներին։ Այսինքն պիտի ՔՊ-ն, եւ ինչու միայն ՔՊ-ն, Ռոբիկն ու Սերժիկ եթե կորոշեն իրենց տունը քանդեն եւ մասնակցեն, ուրեմն այնպիսի մարդկանց պիտի ներգրավեն իրենց ցուցակի մեջ, որոնք կլինեն կրիստալնը չիստը, այսինքն ոչ նախկին թալանչի, ոչ կրիմինալ, բանակ ծառայած եւ այլ, այսինքն մաքսիմալ մաքուր մարդ։ Եվ հանկարծ, եթե նամանավանդ ՔՊ, որովհետեւ ես Ռոբիկ, Սերժիկ դրանք անցանք, ես դրանց հարցերն կլուծեմ ավելի արագ։ Նամանավանդ ՔՊ այն հեղինակությունները, որոնք որ մտնելու են ՔՊ-ի ցուցակը, որպես Երևանի ավականու անդամ։ Ու պիտի ընկնեն երևանցիների ոչ դռները ծեծեն, մեծ են ասեն ախպեր ինձ եք ձեն տալը, ոչ թե Ավինյան Տիկոին, այն ոնց որ են հանրապետականի ժամանակ Կոխեմ Տարոն Մարկյան ասում է մեր լավ ախպորն եք ձեն տալը։ Այդ լավ ախպերները թո հիմիկվանից պատրաստվեն։ Թաղամաս առ թաղամաս, որ երբ որ սկսան այդ նույն քարոզաշավը ունգան դռնեդուր երևանցիների դռնեցեցելով կոնդում կլնի, թողմախում կլնի, մասիվում կլնի, գրող ու սև ցավի մեջ կլնի ասեն ինձ եք ձեն տալի Կոխեմ Ավինյան, այդ անուշապերները թող մաքսիմալ հիմիկվանից պատրաստվեն ինչ ալինելու իրանց հետ։ Ինչպես նաև այն կրիմինալ թաղային հեղինակությունները, որոնք որ աջակցելու են այդ նույն ավականու անդամների, որ հետո չնեղանա։
ով ընկավ գրդաբս, Աստված Էլբեթարեն ազատեին։ Ավինյան Տիգրանը անձամբ տվյալ մարդու տան անդամներին ծծցնելու։ Այսինքն դա դառնում է եզակի հնարավորություն Ավինյան Տիգրանի համար գնալու է բոզի ու գյոթի տվյալ մարդու տուն։ Ամեն։ Անցանք առաջ։ Հիմիկվանից եմ ասում, հետո չասեն, մենք չգիտեինք։ Հիմա անդրադառնում եմ Բևերին։ Ուրեմն երեք չեմ ուսորներ երբեր Բևերաս ուրա են Պապյան այնա ինտելիգենտ յոբնի հելել էր միտինգ էր անում ռուսական 102-րդ բազայի մոտ։ Ու Վարդան Լուկասյանը երբեք չի հասարակությունից, հանրությունից գաղտնիք չի պահել, որ ունի լայն կապեր, գրեթե բոլեմենը նորմալ երկրների, զինվորականների, չգիտեմ, ոստիկանների եւ հատուկ ծառայողների միջավայրում։ Մենք կորած մարդ չենք։ Այն որ ասում եմ լավին լավ, վատին վատ։ Մեզ այդ կապի դուրս եկավ մեզ այդ շատ մոտ ծանոթ անձնավորություն, նորմալ զինվորական, բավականին բարձրաստիճան, ռուս, здравствуйте, Юрикич, здравствуйте, здравствуйте. Что вы творите? Հիմա ես ուզում եմ բացատրեմ ժողովրդին, հարգելի ժողովուրդ, եթե դուք բողոքում եք եւ իրավացի բողոքում եք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունից, ես ձեր բողոքը կիսում եմ։ Ես էլ եմ բողոքում, ես էլ եմ բարձրաձայնում, ես էլ եմ հայրում։ Բայց չի կարելի երթ ցույց անել ռազմաբազայի դիմաց։ Չի կարելի։ Եթե դուք բողոքում եք Ռուսաստանի, դժգոհ եք ռուսական մոտեցումից, Ռուսաստանի քաղաքականությունից, ես էլ եմ դժգոհ, դրա համար գոյություն ունի դեսպանատուն, որը գտնվում է Երևանում։ Ինչի՞ին գնացեք ըպե ռուսական բազային։ Գնացեք դեսպանատ, այսինքն Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատասխանատվությունը կրողը եւ կիսողը դա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի դեսպանատունն է, ոչ RЖD-ն, ոչ Գազպրոմ, ոչ 102-րդ բազա։ Եվ մի հատ էլ աշխարհին ցույց ենք տալի, որ տեսեք հայաստանյան իշխանությունը, ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում իր սեփական ժողովրդի վրա, պահելով ռուսական բազա։ Ուրեմն ես ընդամենը կարճ տամ օրենքը։ Եթե դուք գնում եք ռուսական բազա, մոտենում եք բազային, եւ ինչ որ մի տավարի ցավ, որը անվեհապահորեն այդ պրովոկացիան անելու է, մոտենալու է ռուսական բազային, փորձի ներթափանցել, փորձի կպնել ռուս զինվորին եւ այլն, ռուսական զինծառայողը կամ ռուսական բազան ամբողջովին իրավունք ունի բացելու կրակ ցուցարարի վրա, որը որ փորձում է թափանցել բազայի տարածք։ Դուք դրանով հիմք եք տալի Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի վերջինս ասի իմ բազաների անվտանգությունը վտանգված է, եւ ես ավելացնում եմ իմ ռուսական կոնտինգենտի քանակը Գյումրիում կամ չգիտեմ գրողու սերցավի մեջ։ Ու հայահարում եք, որպեսզի ռուսական կողմը զորք մտցնի Հայաստան կամ ավելացնի իր ներկայությունը Հայաստանի տարածքում, հասարակ տրամաբանություն։ Այսինքն Բևերի արածը ոչ այլ ինչա 102-րդ բազայի դեմ գնալը կամ բոզի տողություն, սեփական երկրի դեմ։ Ուզում եմ ցույց տամ մտում ինքը բանա, արևմտամետը։ Եղբայր արևմտամետը սենա դեսպանատունը։ Ես բանը դաշնակները մի պահ հելան խլայից հայելան, հետո ձեռները լվացին, որովհետև Ռոբինին Ռուսաստանից ծածրին, Ռոբինը դաշնակներին ծածրին, ասին մենք դες բանը գործ չունենք։ Գնացեք միտինգ արեք, բանը դեսպանատան դեմը։ Կամ գնում եք ռուսական բազայի դեմը, բորում եք Նիկոլ Դավաճան։ Ինչ կապ ունի ռուսական բազան Նիկոլ Դավաճանի հետ։ Սա ռուսական բազան ծծցնի Նիկոլի տունու տեղը։ Ամենավերջի ռուս զինվորով։
Դուք զինված, այսինքն ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի դեմը գնաց է միտինգ է կանում, որ ինչ, որոնտեղից դնի բան պեկան քարի ու հետո վերջը։ Գնացեք բանը Ռուսաստանի դեսպանատան դեմը միտինգ արեք, ինչ ուզում եք արեք։ Պարալիզեք դեսպանատան շարժը, բայց ոչ 102-րդ բազայի, որ հետո ղզղնեն, քանակն ավելացնեն, բռնեն սաղին ծծծնեն, իրանց մարդուն էլ վերեն դնեն ստեղ։ Ինչը որ ուզում է անի Ռուբեն Վարդանյան բոզի տղեն։ Կուտը քցեց ծաղկերան։ Առավոտն եթե չեմ սխալվում մուտիտը քցել էր, որ չգիտեմ Ռուբեն Վարդանյան հրաժարական Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը ըտից սիկտիրելնի։ Փաստորեն Ադրբեջանի նախագահը այնքան է վախեցած Ռուբեն Վարդանյանից, որ անձամբ պահանջում ասում է, եթե չի սիկտիրելնեմ, ես բլոկադան չեմ բացեմ։ Հəles բոզի տղու փյարը դու նայլը, այս վաշխարու ղախպի տղեն։ Սաղել վեկալան գրին տպին, դու չգիտեմ, անալիտիկ, մանալիտիկ, խերալիտիկ եւ այլն վեկալան տեղադրին, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարականա տալը։ Ես էլ ասեցի, եթե տալը լավ է, եթե տալը մո։ Տվեց, ոչ։ Հետո էլ հայտարարեց, ես հրաժարական չեմ տալը։ Մի հատ էլ անվտանգության խորհրդի նիստ տանում, ես ինչ անեմ, ինչերից է խոսեմ, ու Ղարաբաղն էլ աստիճանաբար անցնում է տալոնային սիստեմի։ Բա Ռուբեն Վարդանյան, եթե դու այդքան պատրիոտ մարդ ես, հա? Եվ ասում եք, որ Ադրբեջանը ճանապարհը փակել է հատուկ քո համար, դու որ սիկտիրել ես Ադրբեջանը ճանապարհը կբացի, ու 120,000 հոգի կստանան պրոդուկտ։ Այդ այդքան հայրենասեր մարդ ես, դու քո ասացին, որ հավատում ես, բայց ճանա հելի տեղից սիկտիրելի թող Ղարաբաղցիք ապրեն։ Կամ նույն այդ Ղարաբաղի ժողովուրդը, որ սովամայել հեսա պիտի լինեն, Ինչի՞ չդլեմ Ռուբեն Վարդանյանին ծծծնեն, ասեն բոզի տղա քո պատճառով է փագացել, սիկտիր եղի, որ ճանապարհը բացվի։ Հələ դու տես ինչ փյար խոդեր անում։ Են Մանե Թանդիլյան եւ ուրեմն ես հետո բանանում եմ դիմանում, որ Մանե Թանդիլյանը ունի երկու տղա, երկուսն էլ գտնվում են Հայաստանից դուրս։ Եվս թռած են պարտադիր զինվորական ծառայությունից։ Պարտադիր զինվորական ծառայությունից թռած է եղել նաև այն լոլոզ բոզի տղեն Մոգոյի Մեսրոպ Արաքելյանը։ Ինչքան բանակ չծառայած կա, սա հայրենասեր են այ մարդ։ Սենց ոնց ալլեմ։ Պապյանն էլ տղեկին տարեկող է Կանադա, ինքը հայրենասեր է։ Խախի ժողովրդին առն տանում ռուսական բազայի դեմ, ասում ռուզին որ ծծծրա, հանի գյուլի։ Բայց տղեկը ստե չեն։ Կանադայ լիժա են քշում։ Այդ ինտելիգենտինը։ Նույնն էլ էս մի բոզի տղեն է, Ռուբեն Վարդանյան։ Ասում է Ռուբեն Վարդանի տղեն Արցախում է ծառայել, պատերազմի ժամանակ փախցրել են։ Դա համար չի խոսում, ասի որ իմ տղեն էլ է բանակում եղել։ Բանկեր բոզի տղա, նույնիսկ եմ կրկնում, դուք ոնց եք պատկերացնում հարգելի ժողով, որ բանկերը լինի պատրիոտ։ Ատես բան տեսել եք։ Տոկոսով փող տվողը կարա մտածի հասարակության շերտերի մասին, ոչ։ Պարոն Աբազյան, դուք շատ դանդաղ եք աշխատում, ես շատ վատ եք աշխատում։ Ինձ համար Ռուբեն Վարդանյանի նպատակները, կերպարը պատրելն ու լիկվիդացնելը Ղարաբաղի տարածքից գտեվեր 72 ժամ։ Պատալոգ։ Ռուբեն Վարդանյան։ Մե բոզի տղա Ռուբեն Վարդանյան։ Մարդիկ ասում են, պարոն Ղուկասյան, առավոտ թերթը առել է։ Ես չգիտեմ սա որքանով է ճիշտ, մի հատ էլ բան պարզեք։ Առել է թե չի առել։ Ու ինչերա, էլ ինչ մանիպուլյացիաներ է ուզում անի։ Այս խեռախոռոփը։ Մեդը բանով Ռուսաստանում գետնանցումի տակ, ինչ են ասում դրանց, ադի-բուդի, ես իմ ինչ բան վաճառողը, մինչև են հետա ագարկինք թավ, հետ ամուսնացավ։ Ռամանով դվոր։ Անցնենք առաջ։ Սուրեն Պապիկյան։ Stand up, my darling։ Ես տարին, որ սկսվեց,
հայտարարեցի համաներում տարվա վերջ, հույս ունենալով, որ դուք որպես պաշտպանության նախարար կցանկանաք նստել այս սեղանի շուրջ եւ, այսպես ասած, նոր ոճով մոտենալ ձեր աշխատանքային կամ որ ասում են ծառայողական ֆունկցիոնալ պարտականություններին։ Սակայն կրկին անգամ Վարդան Ղուկասյանը սխալվեց։ Եթե մարդ բոզի տղա է, Հավիտյանս Հավիտենից բոզի տղա։ Հիմա Գասպարյան Վովային ասա, որ ինքը նորմալ մարդ է, կլինի, կամ ինքը կարա փոխվի, չի լինի։ Բոզի տղա, տղա բոզի։ Ուրեմն ահազանգում են զինվորականնի, ասում են պարոն Ղուկասյան, մեր վիճակ, խայտարակ վիճակ։ Ես խնդրում եմ իմ Telegram կանալի admin-ին տեղադրել մի երկու լուսանկար մարտական դիրքից, ինչ պայմաններում են ծառայություն տանում մեր պայմանագրային զինծառայողները, մետրից ավել, բաբշե 2-3 մետր ավել, ձան մեջ։ Ես իմ հատուկ ռեպորտաժ, հատուկ եթերը, որ եղա, որը վերաբերվում էր Ռուբեն Վարդանյան ագարկի տղուն, ես հաղորդման վերջում անդրադարձա ձեզ, որպես պաշտպանության նախարարի, եւ հորդորեցի այցելել երկրորդ բանակային կորպուս, Գեղարքունիքի մարզ, եւ բարձրանալ որևիցե մի մարտական դիրք։ Ասել էի մի բարձրացի Ардանեժ 2, 3, Ջիլի 4, 5, 6, որովհետեւ այդ դիրքերը մեր ժամանակվանից է մենք ենք սարքել, մենք դա լումա ունենք, դու բարձրացի այն դիրքերը, որոնք որ հայտ են եկել քո ժամանակ, որպես պաշտպանության նախարար։ Դու չգնացիր։ Որքանով ես տեղեկացված եմ, վաղը ՊՆ-ում պիտի լինի կոլեգիա եւ Նիկոլ Իմբիցիլ տգետ սուտասան խապեպա ագարկաբոզի տղեն պիտի գա ՊՆ։ Կոլեգիա հարց են քննարկում։ Հիմա ինչ են բողոքում պայմանագրային զինծառայողները հանձինս Խաչակիրներ ջոկատի հրամանատարի Ոմն Սարգիս, եթե չեմ սխալվում։ Անվանական եմ ասեմ, ոչ ասեն լկտի սուտա։ Ասում է պարոն Ղուկասյան, մարտական դիրք բարձրանում ենք 14 օրով։ Ասի բարի։ Հիմա խնդրում եմ ուշադիր լսեն, այն մարդիկ, ովքեր որ չգիտեմ, նախ ամբողջ համացանցը ողողված է դրամահավաքով, սաղ փող են հավքը միջամարը ես չգիտեմ, եւ այդ եկեղեցի սարքողներով։ Հետ հիմա թող լսեն։ Ուրեմն 14 օրով բարձրանում ենք դիրք։ Նախ ասում է պիտի մնանք 14 օր, բայց իրականում շատ հաճախակի մնում ենք 17, 18, 19 օր, որը շատ դեպքերում անգամ չի վարձատրվում։ Մեկ օրը մարտական դիրքում ծառայությունը համարվում է 3300 դրամ մոտավորապես։ 3300 դրամ, այսինքն կարող ես մի փոքր սխալվեմ, բայց 14 օր մարտական ծառայություն տանելու դիմաց պայմանագրային զին ծառայողը ստանում է 58000 դրամ աշխատավարձ, կրկնում եմ 58000 դրամ։ Համեմատության համար Կոմայգու տարածքում սեռական ծառայություն մատուցող տրանսները ժամն են պահանջում 58000 դրամ։ Իսկ 14 օր մետրից ավել ձան տակ անմարտկային պայմաններում առանց հոսանք, առանց ջուր, առանց ռուս, առանց զենք, առանց եւ ամեն ինչի ծառայություն տանող զինվորականը ստանում է 58000 դրամ։ Ուշադիր, սա դեռ ամենը չէ։ Երբ որ տեղի է ունենում սմենափող, այսինքն այն վերևինը իջնում է, ներքևինը բարձրանում է։ Վերևինը հենց իջմենափոխի հրամանը եղավ, դրա հետ մեկտեղ լինում է զոլացրման հրաման։ Ես դա չհասկացա։ Մի 10 անգամ ինձ բացատրեցին, որովհետև ուղեղի ծալքերը ունակ չէին սա ընկալելու։
գորշ բջիջները։ Այսինքն, ասում եմ, ի՞նչ է նշանակում զորացրման հրաման։ Ասում եմ, այո։ Իջնում ենք ներքև, դառնում ենք քաղաքացիական անձ։ Ընկանք հիվանդանոցա, էսա, էնա, ոչ մի անվճար բանից չենք օգտվում։ Բարձրանում ենք դիրքեր, նորից մեզի գործ են ընդունում կոպիտ ասած, ու հանում են մարտական դիրքեր, ու նորից 14, 15, 18 օրվա դիմաց ստանում ենք 58,000 դրամ։ Արդանիշի զորամաս, կոնկրետ, սմենափոխը ըլմա ոտով։ Ասեդ երևույթը, պարճակատով կարող եմ ասել իմ հետ ծառայած մարդիկ կհաստատեն։ Երբ որ ես 1997 թվականի հոկտեմբերի 19-ին ոտ դրեցի Արդանիշի զորամաս, առաջի գումարտակեն ժամանակ կրացնում, ես շատ խիստ զարմացա, երբ տեսա, որ սմենափոխը անում են ոտով, ոտ 10 կիլոմետրից ավել զինվորները վեշ մեշոք ուսերին գցած զենքով բանով եւ այլն, քոշվուց լավագույն դեպքում Ուրալը տանը մեր հասցնում էր գյուղի ծերը, ընդից ոտով բարձրանում էր, մնացած վառելիքը Խամոյան Գագոն, Հակոբյանյան Սամվելի ու Սամոյի հետ դուրս են գնում, կողում են իրանց ոռը։ Ինչ արեց Վարդան Ղուկասյանը։ Երջանկահիշատակ Ղանաձյան Արմեն կար, Մարտունու ոստիկանապետ Հարությունյան Հարութ։ Վեկալա զանգի սրան զուպով, մուպով, ասի, ես չեմ հասկանում, այն ժամանակ զինվոր էի, ինչյա սմենափոխը սենց։ Ինձ քակի տեղ չդրին։ Ինչ արեց Վարդան Ղուկասյանը, գնաց գյուղի պոչտա, չգիտեմ Զոյան Սաղա թե չէ կամ Անոն, հավքեց Վազգեն Սարգսյանի ընդունարանի համարով 28-ով սկսվող ցավոք սրտի չեմ հիշում, բողոքը ներկայացրեց ուղիղ Վազգեն Սարգսյանի ընդունարան 15 րոպե հետո Հարությունյան Հարութին Ղանաձյան Արմենին տվին օթերով։ Զուպը եկավ մտավ, Խամոյան Գագոյով, Մագոյով մահացել են, չեմ ուզում ուրիշ բան ասեմ, մշակին ու սկսվեց սմենափոխը տեղի ունենալ Ուրալներով, մինչև պոստի տակը։ Եվ այդպես տարիուկես, ինչքան որ դոգը եղել է Արդանիշի զորամասում։ Դրանից հետո նորից նույն երևույթը փաստորեն սկսվել է նորից ու նորից։ Սմենափոխը իրականացնում են ոտով, իսկ վառելիքը դուրս են գրում եւ լափում են։ Զինվորական դատախազենձի լսամա։ Սա դրա հետ կապված։ Հիմա ես ուզում եմ հարց տամ։ Հա, աշխատավարձերի բարձրացման հետ կապված։ Ահազանգը մեն ասում են բարձրանա հունվարի 1-ից կոդ 30 եւ ավել ունեցող մարդկանց աշխատավարձը։ Ասում եմ, ինչ է նշանակում կոդ 30։ Ասում եմ, փող գնդապետ ու գնդապետ։ Մեր ժամանակ տենց գունավոր բաներ չկային։ Այսինքն են պոստ պահող Ռամիկի աշխատավարձը նորից մնում է նույնն է։ Սուրեն Պապիկյան, քո երեխու լուլկեն ինչ արժե։ Երեխա ես չէ ունեցել։ Այդ երեխուդ լուլկեն ինչ արժե։ 58,000 դրամ, չէ, հաստատ մի քանի 100,000 դրամ։ Ես քեզ այդ քո կնգա շորերը, սունկեքը, պարֆումը, դուխին, օրինակ, դու որ մտել ես տուն, կնգա տրիմոն տեսել ես, ես քո կնգա տրիմոն տեսել եմ։ Այդ քո կնգա տրիմոյի վրա է դուխիները, որ շարացա, զրթու պրտիկով։ Այդ կնգա տրիմոյի մի դուխին վերցրե, ասել ես, աղջի, այս դուխին ինչ արժե։ Հարցրել ես, որ քեզ հələ վեկալ, հիմա հələ մի հատ վեկալ, մի հատ լուբոյ դուխի, ու այդ հարցը տուր։ Տեսել որևիցե մի դուխի 58,000 դրամ արժե, հաստատ չէ, եթե արժենա ես իմ բուտմատը կտրեմ։ Բա հիմա եթե քո կնգա մի դուխին արժե $350, մի դուխին, բա 14 օր այդ անմարդկային պայմաններում ծառայություն տանող, պայմանակ ինչքան էլ որ զոմբիների քանակը դրանց մեջ շատ է, 58,000 դրամը որն է, խոմ դու բոզի տղա չես։
քո այդ նորածին երեխու են, ինչ այն գխակ, մխակ, շորեր, մորեր, որ վեկալ եմ, ոչ եմ ծնգլիկով ծնգսնեմ, անցկացնեմ, կասայի վրա խփելու է 100 քանի հազար դրամ։ Բա 58,000 կամ միջանշանակում սարից իշտում եք, այլևս դուք պայմանագրային զինծառայող չեք եւ բուժ սպասարկումը ձեր համար, այսինքն սա դիտավորյալ կանխամտածված անում են այնց որ մարդ, ես էլ դաժե զարմացած եմ, որ այսքանից հետո գտնվում են մարդիկ, ով բարձրանում են այդ սարի քյալերին, 58,000 դրամ, ծովի մայքերևույթից 3000 մետր բարձրության վրա։ Բա հիմա Վարդան Ղուկասյանը ոնց չասի, ամբողջ երկրորդ բանակային կորպուսի, պայմանագրային եւ ոչ պայմանագրային այն զինծառայողները, որոնք այս պայդրությամբ գտնվում են մարտական դիրքերում եւ տանում են մարտական հերթափոխ, Կրասնոթևից մինչև Վարդենիսի թևը ով կա չկա, իրանց այդ շլվածած ворի ծակով ու սեռական օրգաններով գան մտնեն քոտուն ու կնգած ծածանեն, լավ հիմա ես ոչ չասեմ, ես չեմ դու ես, Ռուզիկ ասա Ինչ աղջի խոսավ, ասում հա, լավ սենց բան, խոսում եք բանակից, խոսում ենք թալանից, խոսում եք, որ նախքին Ռուզիկի մարդը ագարկայամ, համաձայն եմ, եւ ալի եւ պատրոն Դավիթ եք տրսնում, պատրոն Դավիթի վրա մեղադրանքը առաջադրեցիք տարա կողիկ ծակը, Փաստորեն նորից պատրոն Դավիթին բաց թողեցիք մալը, հիմա էլ ախրանայով շքախմբով կաբինետ ունի պաշտպանության նախարարությունում ու գալամապանը ախրանայով գնմա։ Հիմա ես ուզում եմ հարց տամ գլխավոր դատախազությանը։ Ասացեք խնդրեմ, դուք անմեղ տեղն եք մարդուն քրեական մեղադրանք առաջադրել։ Ես այդ եմ ուզում հասկանամ։ Պատրոն Դավիթի կերած քաքերը բարձրացեց Վարդան Ղուկասյանը, Թուրքիային պատրոն ծախել եւ առաջինը ես վեկալա թղթերը ցույց տվի, չգիտեմ ով վեկալավ գցեց իամոտ, Սալավյովն էլի այֆիրի ժամանակ վեկալավ ցույց տվեց, հաղում անելով այդ բջին, ով որի մոտից գողացե դրել էր։ Ճիշտ է, ահա։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, գլխավոր դատախազություն ջան։ Կամ Դուք այդ մեղադրանքը, որը որ ձեր հիմնարկ ձեռնարկությունը առաջադրել էր պատրոն Դավիթին, կամ դուք իրականացրել եք ձեր նախկինները, իրականացրել եք անօրինական քաղաքական հետապնդում այդ սուպ մարդու նկատմամբ, որը կոչվում է պատրոն Դավիթ, ով Ղազախստանի նախագահին կղզի էր նվեր տվել, այդ կղզին էլ դրին ծծրին, թե չծծրին, չգիտեմ Նազարբաևին, ով ժամկետնած սնայրատները Բելարուսիայից, Ղազախստանից բերեց սաղցրեց ՊՆ-ի վրա, իսկ ՊՆ-ի այն թազա սնարյադները, որ պիտի ինքը բերեր ՊՆ, վեկալավ ծախեց լրիվ ուրիշ երկրների, իսկ այդ ժամկետնա սնարյադների դիմացել ինք այդ երկրներից փողեր վերցրել, որ պիտի տանի ոչնչացնի, բայց բերեց ծախել էր մեր վրա, մենք էլ կրակում ենք, գնում էր բալվանկի նման, գնում էր հողի մեջ ու չէր տրակում, Ադրբեջանը ամիսներով այդ չպայթա սնարյադներն էր հավաքում, ահա, բա հիմա ես ուզում եմ հասկանամ, Աբազյան Եվ ընկեր հաճելի մարդ։ Ինչ է անում պատրոն Դավիթը պաշտպանության նախարարության շենքում։ Եթե պատրոն Դավիթը իր կաբինետում ՑՍՆՄ Բրուցյանի եւ Սուրեն Պապիկյանի կնգան, դա պատրոն Դավիթի անձնական գործն է, լավ անում, եթե ՑՍՆՄ։ Բայց եթե պատրոն Դավիթը շարունակում է զենքի առևտուրը այս բոզի տղու հետ, ուրեմն ես չեմ կարողանում սա հասկանալ։ Ինչ է սա նշանակում։ Դու որպես պաշտպանության նախարար, բոզի տղա, դու մի անգամ այդ քո ժամանակ կառուցված, ստեղծված մարտական դիրքերում եղել ես, դու գնացել տեսել ես այդ 4-4-ի վրա այդ հավա բնի մեջ այդ զինվորը որ մնում է, պայմանագրային թե ժամկետային, որը գեդինա քնն, դու քո ինժեներական զորքերի ծառայության պետին հարց տվել ես, աղախպի տղա, այս շինարարությունից դու խաբար ես, չէ, բա ինչի չէ, հավարով կե շրջապատել ես օգնական խորհրդական դլոներով, ամեն մեկը, օրը մեկը իր սեռական շուրթը դնմա բենիտ մեջ, ագարկի վաստակ, էլի զբաղվի գլգլեյով, բայց հիմնավորված, գոր է գործը տարավ, հասկնում ես, հռոմեական կայսրների նման համ գլգլե էին ալավ, համ աշխարհն էին զավթը,
Ես այսօր հրավիրել եմ հատուկ Ռոմանոսին։ Ռոմանոս, կայնի։ Ես քո նկատմամբ ունեմ բացական վերաբերմունք, այն քո տեսքը մենակ ինձ հերիք է, որ ես ինձ վատ զգամ։ Բայց ես իմացել եմ, որ Ռոմանոսիս հիմնարկը պետական վերահսկողական ծառայություն ակոչում, չէ՞, այդտեղ, ահա։ Իրականացրել է ստուգում ՊՆ-ում ու հայտնաբերել է միլիոնավոր դոլարնի չարաշահում։ Խփել է դոշին, Ռոմանոսս գորի գուրգենիշի նման, մի գավկեքով եկև ազե մտե Նիկոլի կաբինետ զեկուցել, ասել է տես, Սուրեն Պապիկյան, Բոզի տաղա Պապիկյան, ու միլիոնավոր դոլարների չարաշահումը դրել է Նիկոլի դեմը։ Նիկոլն էլ, որպեսզի ալամ աշխարհով մեկ խայտռակ չլինի հլվոր, վեկալել է զեկուսը, դրել է սեյֆը ու փակել է։ Ինչի է սպասեմ, ում է սպասեմ, չգիտեմ։ Ռոմանոս ապրես, հեն որ ասում է լավին լավ, վատին վատ։ Քո կատարած աշխատանքի համար ես քեզ պարգևատրում եմ։ Ես ուզում եմ, որ դու այսօր իրիկուն անձամբ քո այս հայացքով գնաս մտնես Սուրեն Պապիկյանենց տուն, մտնես դրանց ամուսնական անկողին, երեխուն այդ սենյակից լուրկով հանես դնես դուրս կուխնի, դուրը փագես, որ ձեին չլսվի, ու մարդու կնգա ծծցնես, մի ձուն դնես մեկի բենին, մի ձուն դնես մեկի բենին, որովհետև քո ձվերը ավելի մեծ են, քան թե քո պուպուլ, ես հավոզված եմ, այնտեղ իրանք բռնելու բան չունեն, դու պրոստը ձվելով ծծցնես այս երկու բոզի վաստակներին։ Այսօր առավելագույնս ստանում ես Քրիստիկ Հալաջյանի օրհնությունը, անմիջապես եթերից հետո գնում ես Սուրեն Պապիկյանից տուն, ձվով ծծցնելու։ Անդիս է որ կպրծնես կետած գխավոր շտաբի տեղակալ քոչունցենց տուն, քոչունցին ծծցնելու։ Ազնակազմի վարության բան պետին ականչեսի մինչ ցուցում է տվել դոգի հետ կապված դեզ բոզի տաղ։ Լսար բա Ռոմանոս տրուսիկ չհակնես, առանց տրուսիկ, շալվալը որ իջեցնես, քո են բարեմասությունները միանգամից դուրս գա շրջակա միջավայր։ Պարանավորվանք Ռոմանոս։ Նստի Ռոմանոս չէ։ Խնդրում եմ Ռուզիկ, չէ Ռուզիկ դու չէ, Քրիստիկ Ռոմանոսին էլ կոֆե լատե սառուցով փրփուրով հələ հելի, մի հատ կոխեսի ու վանիլն էլ մեջ են անտեր փրփուրով, կոխի վրա սա փս խրբրալա դրե, ոչ թե դիտենը։ Սարքի։ Ուրեմն ինձ միանշանակ ինձ համար նորություն չի, որ Սուրեն Պապիկյանը իր պաշտոնավարման ժամանակ պանան անենցա ծսրե, թոբաթե սերյան մուշեղի չէ, աղջի քո մարդ, ատենց ծսրել է, այդ նույն ժամանակահատվածը։ Իմիջալոց, աստղերը լավ բան չեն հուշում, աղջի, քո մարդու վրով, չգիտեմ խի։ Հələ մի հատ գիտես ինչ արա, են ձերդ քարի տակ չի, բախտնայող կա անի, մի հատ հելի գնա դրա մոտ։ Ինձ թվում է մե որի բան կասի քեզ։ Գնա այդ անի մոտ, հա, լավ անայ մեծ աղջիկ։ 40,000 ավ եկալım, դու կարաս այդ փողը տաս։ Մարդիկ ասում են բանը, պարոն Ղուկասյան բախտնայող անին 40,000 ավ եկալım, էմի գնացիք դու չվեկալի։ Բայց է մարդը ճիշտ ասում։ Մարդը տիգան արձա քանցանի վրով ասես չէ։ Բա, Սուրեն Պապիկյան։ Լավ, այսպիսի վերաբերմունք բանակի նկատմամբ, այսպիսի վերաբերմունք եւ կրթության, եւ առողջապահության, եւ MVD-ի տեղում չի, բանակն իա հավալով ավտոյավոր առնում են։ Ռոբերտ Քոչարյանի սերվիզից ավտոյավոր առնում են մի գարկեկնել գախների խփած Երևան քաղաքն են չափչփում։ Ընկեր Վայեղազարյան։ Ում են պետք ձեր այդ շոուն եւ Երևան քաղաքը վախտացա նարկոտիկով, դաժե QR կոդելով են գրեմ խփամ։ Բանակն էլ вообще բոզի տղաբան վիճակի մեջ։ 58,000 դրամ։ Մի հատ էլ անալım թե աշխատավարձա, այ մարդ ես էլ ասում եմ, ես ինչ ասում, ես ինչ բանակի բյուջեա ներկայացնում, ես ինչ փողեր են տալու, ես խնդրեմ 58,000 դրամ։
Առհասարակ Սուրեն Պապիկյան սեռական գործողության մեջ նամանավանդ պերոս ճանապարհով օրալ անպայման ներգրավված է լինում սեռական օրգանը, բայց տվյալ դեպքում, որ գալիս է Ռոմանոսը, ներգրավված է լինում մենակ ամորձապարկը, որովհետև սեռական օրգանը ես չգիտեմ, ինչ չեմ կարծում, որ Բրավո։ Բայց ես ուզում եմ Ռոմանոս, մի րոպե, հələ մի վարքյան, էլի, հələ 1000 անգամ, քանի որ իմ կողմից շատ հələ կանեք, որ հետո ես հեսա մի հատ բան եմ ուզում անեմ, մի վարքյան, ստեղ բան եկավ, չեմ ուզում անտաղան դերևան, Ես ինչ ա գրել, քանի որ կյանքից հեռացավ Վախտանգ Գաբիձեն, իմ կողմից շատ սիրված, հարգված մարդ, я сочувствую всему грузинскому народу. От нас ушел Վախտանգ Գաբիձե. Բայց ես ուզում եմ, որ Վախտանգ Գաբիձեի հանգամանքը մենք այսօր գիշեր ամրագրենք. Քանի որ ես եկնել ասում եմ մայի գադա մայո բագաստվա, իսկ քո բագաստվեն եղած չեղած այդ ամորձապարկն է, ես ուզում եմ, որ դու Սուրեն Պապիկյանի կնգան ույան ծսնես քո ձվերով այս երկի տակ։ Տես ինչ հանգիս երաշտություն է, երկուսին դնում ես իրար կող, նստում ես երկուսի դոշի, մի ձուտ մեկի բենին, մի ձուտ մեկի, միացնում ես ես երկը, ու երկում ես, я часто время торопил, ու ես երկի տակ խնդրում եմ, Ռոմանոս, տես ես քեզ խնդրում եմ, ես երկի տակ ծսնում ես ես երկուսին, լսենք, Տուլը նա ինչ բարեր, ինչպիսի մեծանուն մայեստրո մեզից հեռացավ, ես ուզում եմ, որ ես ամրագրվի, բոլորիս հիշողության մեջ, եկեք մի պավայելենք Վախտանգ Գաբիձեին և պատկերացնենք Ռոմանոսի այսօրվա սուտ գործը Սուրեն Պապիկյանի ննջասենյակում։ Այս ես ձեռները դնում ես կրավատի գլխին Ռոմանոս, հայաստկըտ կծում ես են քո են թեք հայաստկը, պատալոք ու վայելում ես գլ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 gլgl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 
Չհավատաս։ Բայել ենք մի պա ու պատկերացնենք։ Պայմանավորվանք Ռոմանոս։ Այսօր այսքանը, այսպես կիսատխուր նոտայի վրա, այսօր մենք ավարտում ենք մեր հանրային ձայն հաղորդաշարի հերթական թողարկումը։ Բագաստը։